Իշելվա աստղազարդ նկարում արթնացա շշուկները անուշ Ռուբեն Հաղվերդյանի երգն ակամայից սկսեցի մտքումս մրմնջալ, գիշերով հասնելով այս քաղաքն ու զմայլվելով իսկապես գեղեցիկ տեսարանով։ Բլուրին թառած թաղամասի լույսերն իրոք կարծես երկնքից իջած աստղեր լինեն։ Սա առաջին հայացքից։ Հետո ուշադիր նայելիս պարզ նշմարվում է գագաթի, հատուկ լուսավորված բերդի պարսպաշարը, դրանից ներքև պարզապես տների լույսեր, փողոցային լապտերներ, մզկիթներ, մինարետներ ու վերջ։ Ընդամենն այսքանը եւ քաղաքն ունի իր այցեքարտը, պատկերված գովազդային վահանակներում, զբոսաշրջային ուղեցույցներում, հանդեսներում, պատկերազարդ գրքերում։ Առիթի դեպքում, եթե դուք էլ լինեք այս կողմերում, աշխատեք նաև գիշերով տեսնել Մարտին քաղաքը։ Մարտին քաղաքն առավոտյան էլ գեղեցիկ է։ Իհարկե, ի նկատի չունեմ հարթավայրային մասը, որն իր ժամանակակից տիպային կառույցներով մյուս նոր բնակավայրերից գրեթե ոչնչով չի տարբերվում։ Կարևորն այս քաղաքում հին թաղամասն է, որը տեսել էինք գիշերով։ Ահա եւ նույն վայրը։ Իսկական արևելյան մի տեսակ հեքիաթային 1001 գիշերը հիշեցնող քաղաք։ Չեմ ասում թուրքական, որովհետև Մարտինը ավելի ասորական, արաբական, քրդական է, քան թուրքական, շատ քիչ էլ հայկական։ Մարտինի հայության մասին քիչ հետո, հիմա մի փոքր ուսումնասիրենք տները, որոնց արժեքը վերջին տարիներին ըստ թուրքական լրատվամիջոցների շատ է բարձրացել, տատանվում է 500,000-ից 1 միլիոն դոլարի սահմաններում։ Մի քիչ չափազանցնում են երևի, սակայն ինչ իմանաս։ Մարտինը մի տեսակ ծայրահեղությունների քաղաք է, ապացույցը միլիոնանոց թաղամասում շրջող աղբատար ավանակը։ Մզկիթ մինարետներից բացի կան նաև բավական թվով քրիստոնեական տաճարներ, առավելապես ասորական։ Բայց պիտի հայ կաթոլիկների եկեղեցի էլ լինի, որն անպայման ուզում էին գտնել ու տեսնել։ Պատահական անցորդին նշածը ասորական էր, գեղեցիկ էր, կոկիկ, մի քիչ էլ տարօրինակ, ոչ ոք չկար։ Հետո գնում ենք մի մեծ համալիր, ուր լինում են գրեթե բոլոր զբոսաշրջիկները։ Դեյրուլ Զաֆարան է կոչվում։ 5-րդ դարի կառույց է, արքեպիսկոպոսանիստ, ասորի քրիստոնյաների սրբատեղիներից մեկը, մուտքը վճարովի է։ Շրջելուց, դիտելուց, արքեպիսկոպոսի հյուրասիրած թեյն ըմպելուց ու մի քիչ զրուցելուց հետո, հոգևորականի տված հասցեն ու հեռախոսը համարն առած կրկին վերադառնում ենք, ինչպես իրենք են ասում, Արևի քաղաքի հին թաղամաս։ Նեղլիկ փողոցներով վեր ու վար անում ու գտնում Սուրբ Հովսեփ կաթոլիկ եկեղեցին։ 1894 թվականի կառույց է, շատ լավ պահպանված ու նորոգված, հիմա էլ վերանորոգման մեջ է։ Ծանոթացեք, Հովանես Ուղուրգել, 20 տարեկան, հայ։ Հովանես, Ինչի ան։ հա? Ազգանուն Ուրգել։
Սովորում է Ստամբուլում, Պոլսում, ինչպես ինքն է ասում։ Պարզվում է Մարդինում 10 հայ ընտանիք է ապրում, բոլորն էլ կաթոլիկ։ Ապրում եմ 10 հայ կաթոլիկ ընտանիք հայ են։ Հենց նրանք են տիրություն անում եկեղեցուն, հոգում ծախսերն ու կիրակի օրերին այստեղ հավաքվում։ Մարդինը երբեք էլ հայաշատ չի եղել։ 20-րդ դարասկզբին մեր հայրենակիցներն այստեղ եղել են մոտ 5000, որոնք նույնպես ցեղասպանության տարիներին կոտորվել կամ տեղահանվել են։ Վերադարձել են շատ քչերը, նորից տնավորվել, սերունդ տվել։ Հիմա 65 հազարանոց Մարդինում 50 հայ է բնակվում։ Հովհաննեսին խնդրում ենք բոլորին էլ բարևել ու բարեկեցություն մաղթել։ Հովհաննեսի ուրախությունից փայլող աչքերին ու Մարդինի շառագունած երկնքին հրաժեշտ տալով շարունակում ենք ճամփան։ Հասնում ենք Եդեսիա, որ հիմա ավելի շատ հայտնի է Ուրֆա անունով։ Ըստ եկեղեցական ավանդության Հիսուսի առաքյալներից Թադեոսն ու Բարդուղեմիոսը Անտիոքից Հայաստան գալու ճանապարհին հենց Եդեսիայում են հիմնել Արևելքի առաջին եկեղեցին։ Այստեղ էլ իբրև Հիսուսի պատգամով Թադեոսը բուժում է բորոտությամբ տառապող Աբգար 5-րդ թագավորին ու վերջինս քրիստոնեությունը Եդեսիայում հռչակում է պաշտոնական կրոն։ Սակայն փաստերն ապացուցում են, որ քրիստոնեությունը Եդեսիայում ընդունվել է մոտ 100 տարի ուշ Աբգար 9-րդի գահակալության տարիներին։ Հայ եկեղեցին Աբգարին ու նրա կնոջը Հեղինեին դասել է սրբերի կարգը։ Այստեղ հերթ են կանգնում, կարելի ասել բոլորը, թե հրյաները, թե մահմեդականները, թե քրիստոնյաները։ Բանն այն է, որ ըստ մահմեդական ավանդույթի Իբրահիմ նահապետը, որ նույնն է թե Աստվածաշնչի Աբրահամը, ծնվել է Ուրֆա Եդեսիայի միջնաբերդից ներքև գտնվող քարանձավում։ Ահա թե ինչու են բոլորը գալիս։ Ներսում մեծ հաշվով հետաքրքրական ոչինչ չկա։ Ապակիով մեկուսացված քարանձավ, փոքրիկ նախասրահ ու ջրի ծորակ։ Կրոնական հսկա համալիրն էլ կառուցված է քարանձավի շուրջ։ Գլխավոր մզկիթին հարող տարածքում բավականին մեծ զբոսայգի է, որի առանցքը ձկներով լեցուն Աբրահամի ջրավազանն է։ Թուրքերը այստեղ էլ դրամաշխատելու ձևը գտել են։ Զբոսաշրջիկների մեծ մասը չի զլանում վճարել ընդամենը 1 թուրքական լիրա ու ձկան կեր գնել։ Դե իսկ կերակրելը դառնում է մի փոքր զվարճանք կամ ժամանց։ Քաղաքի հիմնադրման մասին ավանդություններից մեկով Եդեսիան հիմնադրել է Բելը։ Ըստ մեկ այլ ավանդության այն կառուցվել է աստվածաշնչյան Ուր քաղաքի ավերակների վրա եւ Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Սելևկոսի դստեր Էդեսեի պատվին վերանվանվել Եդեսիա։ Քաղաքը Ուհա կամ Ուֆա է սկսել կոչվել շատ ավելի ուշ, արաբական կամ թուրքական տիրապետության ժամանակ։ Միջին դարերում Եդեսիա Ուրֆայում ապրում էին գերազանցապես հայեր։ Նույնիսկ 12-րդ դարի պատմիչ Իբն Ալ-Ասիրին գրում է, որ Ուրֆայում բացառապես հայեր են ապրում։ Ուրֆա Եդեսիան իր դիրքով ու կարևորությամբ շատերին է գրավել։ Այն կռվախնձոր է դարձել բյուզանդացիների, պարսիկների, արաբների, թուրքմենական ցեղերի միջև եւ այլն։ 1114 թվականին, երբ հերթական անգամ կործանվում է քաղաքը ու բնակչությունը կոտորվում, Ներսե Շնորհալին գրում է ողջ Եդեսիո պոեմը։ Անցել է մոտ 1000 տարի, հիմա Ուրֆայում ապրում են բացառապես թուրքեր, քրդեր, արաբներ, հրյաներ, հայեր կարծես թե չկան։ Ուրֆան այժմ ունի 500,000 բնակչություն։ Հնում քաղաքում եղել է 10 հայկական եկեղեցի, որոնց մեծ մասը 12-ից 15-րդ դարերի ընթացքում է վերածվել մզկիթի։
19-րդ դարավերջին կար 3 գործող եկեղեցի, 15 դպրոց, հայկական մշակութային և հայրենակցական ընկերություններ, թատրոններ, գրադարաններ, երիտասարդական միություններ։ Մերոնք զբաղվում էին արհեստներով, առևտրով, երկրագործությամբ։ Միջազգային ճանաչում ուներ Ուրֆայի հայ կանանց ասեղնագործությունը, որով զարդարված սրբիչները, զգեստները, ծածկոցները վաճառվում էին անգամ Անգլիայում ու Միացյալ Նահանգներում։ Այդ ամենն այժմ մնացել է ընդամենը լուսանկարներում ու գրքերում։ Ուրֆան հիմա ընդգծված մահմեդական քաղաք է։ Այստեղ է գտնվում նաև Հակոբի աղբյուրը կամ հոբ երանելու սրբավայրը։ Այս վերջինը ըստ Աստվածաշնչի այն վայրն էր, որտեղ Հակոբը հանդիպել էր Ռաքելին, որտեղ Իսահակի կին Ռեբեկան քարեր գցել Աբրահամի ծառայի վրա։ Ասում են այս աղբյուրի ջուրը բուժիչ հատկություններ ունի, որքանով է ճիշտ կիմանան երևի բժշկվածներն ու նրանք, ովքեր մոլեռանդորեն հավատում են։ Մենք էլ հանգիստ թողնենք նրանց ու վերստին դառնանք հայությանը։ Ուրֆացիները քաջ ու հերոս մարդիկ էին, միևնույն ժամանակ նաև միամիտ։ 1895 թվականի համատարած կոտորածները հասել էին նաև Ուրֆա, հոկտեմբեր ամիսներ, մերոնք կազմակերպում են ինքնապաշտպանություն։ Թուրքն ու քուրդը 50 օր շարունակ պաշարում են հայկական թաղամասը, որ բարձունքներում է գտնվում, սակայն հաջողության չեն հասնում։ Այստեղ գործում է թուրքի խորամանկությունը։ Նրանք իբր հետ են քաշում զորքերը լեռներից դեպի հարթավայրային մաս, իբր հեռացել են։ Մերոնք հավատում են, թուրքերը խաբեությամբ մտնում են քաղաք ու կոտորում 10,000 հայ։ Չնայած այդ արհավիրքին, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին քաղաքում ապրում էր շուրջ 35,000 հայ։ 1915 թվականներ։ Կոտորածների ալիքը հասել էր նաև Ուրֆա, հոգևոր առաջնորդ Արտավազդ վարդապետի ստեղծված կացությունից ելք գտնելու համար հրավիրած ժողովում Մկրտիչ 7 Եղբայրյանի ու Հարություն Ռաստքելենյանի առաջարկած ինքնապաշտպանության տարբերակը սկզբում չի ընդունվում, սակայն երբ զուր են գնում կաշառք տրված 6000 ոսկին ու 1500 հայ նահատակվում է, մերոնք դիմում են զենքի։ Առաջին բախումը թուրքական ոստիկանական զորքերի հետ տեղի է ունենում սեպտեմբերի 29-ին։ Մկրտիչ 7 Եղբայրյանի հրամանով քաղաքի հայկական թաղամասը բաժանվել է 6 պաշտպանական շրջանի, յուրաքանչյուրում 1 խումբ, կար ընդամենը 32 դիք։ Տղամարդկանց միացել են նաև խաղաղ բնակիչներ, ծերեր, երեխաներ և 200 կին, վերջիններս միայն 3 խումբ ունեին։ Կրոների առաջին օրը թուրքերը տալիս են 400 զոհ, նրանց համար ապարդյուն է անցնում նաև երկրորդ օրվա գրոհը։ Թուրքերը հոկտեմբերի 8-ին նոր հարձակման են անցնում և տալիս 200 զոհ։ Մերոնց կորուստներն առավելապես թնդանոթի արկերից էին։ Ոտքից վիրավորվել էր նաև Մկրտիչը։ Հրամանատարությունը հանձնելով Ռաստքելենյանին, Մկրտիչը հանձնարարում է իրեն պատգարակով դիրքից դիրք տեղափոխել մարտիկներին քաջալերելու և սիրտ տալու համար։ Սակայն այսպես երկար շարունակվել չէր կարող։ Մարտիկները հերթով ընկնում են, հայկական թաղամասերը մեկ առ մեկ անցնում թշնամու ձեռքը, թալանվում, ապա հրդեհվում։ Զոհվում է նաև Հարություն Ռաստքելենյանը։ Վիրավոր Մկրտիչին ընկերները իջեցնում են ջրհորը, ու երբ մոտենում է թշնամին, նրանց ձեռքը չընկնելու համար Մկրտիչ 7 Եղբայրյանը ինքնասպան է լինում։ Ասում են նրա վերջին խոսքերը հետևյալն էին. ընկերներ ավել պակասի համար կներեք, կռվեցեք մինչև վերջին փամփուշտը, ապա սկսում է երգել մեր հայրենիքի վերջին տունը, ամենայն տեղ մահը մի է։ Տոնելով իրենց հաղթանակը, Մկրտիչի անշնչացած մարմինը թուրքերը պտտում են հայկական թաղերով։ Նրա կնոջը Եղիսաբեթին 101 տարով բանտարկում են, մի քանի այլ հերոսուհիների 15 տարով։ Ուրֆայի հայության շուրջ կեսը նահատակվում է, բայց և թողնում պատվով մեռնելու տխուր, միևնույն ժամանակ հերոսական պատմություն։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո աքսորված 15,000 ուրֆացիների մի մասը վերադարձել են,
փորձել վերաշինել ավերված տները, նոր կյանք սկսել, սակայն հարկադրված կրկին հեռացել են, ոմանք մերձավոր Արևելք կամ Եվրոպա, մի մասն էլ խորհրդային Հայաստան։ Հիմա նրանց ժառանգները հնարավորության դեպքում գալիս են Ուրֆա, միայն թե շրջելու, զբոսնելու, տխրելու և մի բուռ հող տանելու համար։ Մենք պատմության էջերը հնդածս թերթող զբոսաշրջիկներս էլ հրաժեշտ տանք Ուրֆա Եդեսիա քաղաքին ու շարժվենք դեպի Կիլիկիայի խորքերը, որ նույնքան հարազատ ու կորսված է, որքան Արևմտյան Հայաստանը։ Կարծում եմ չեմ սխալվի, եթե ասեմ, որ այս պահին մեզ հաստատ նախանձելու եք։ Եփրատ գետն է։ Հիմա մենք նավ ենք նստելու եւ ուղևորվելու դեպի Հռոմկլա։ Նախ նշենք, որ Հռոմկլա անունը Թուրքիայում հիմա գրեթե չի գործածվում, փոխարենը հայտնի է Հալֆեթի տեղանունը։ Առաջին անգամ տեսնողի համար Եփրատ գետը իսկապես տպավորիչ է։ Այն, որ Եդեմը կամ դրախտը տեղակայված էր հենց հայկական լեռնաշխարհում եւ ուներ 4 գետ, որոնցից մեկը Եփրատն էր, կարծես այս բնապատկերով ավելի համոզիչ է դառնում։ Եփրատը Առաջավոր Ասիայի ամենաերկար գետն է, մինչև Պարսից ծոց հասնելը անցնում է 2700 կիլոմետր ճանապարհ։ Գետը կազմվում է 450 կիլոմետր երկարությամբ Արևմտյան Եփրատ կամ Կարասու և 670 կիլոմետր երկարությամբ Արածանի, նույն է թե Մուրադ գետերի միացումից։ Իրոք շատ գեղեցիկ ու տպավորիչ է։ Եփրատը իսկապես լայնահուն գետ է։ Սակայն միանգամից ասեմ, որ ոչ այնքան, որքան դուք այս պահին տեսնում եք, որովհետև քիչ ավելի ներքև թուրքերը կառուցել են մեծ ամբարտակ, հիդրոէլեկտրակայան կա։ Իսկ մենք արդեն մոտենում ենք Հռոմկլային։ Հռոմկլան հայ առաքելական եկեղեցու հետ ուղղակի առնչություն ունի։ Բանն այն է, որ Բագրատունիների արքայության անկումից հետո ծանր դժվարին կացության մեջ էր հայտնվել նաև հայ առաքելական եկեղեցին։ Կաթողիկոսարանը տեղից տեղ էին փոխում։ Եվ ահա 1149 թվականին Գրիգոր III Պահլավունի կաթողիկոսը, իդեպ ասեմ, որ նա եզակի է նաև այն առումով, որ կաթողիկոս է ընտրվել 20 տարեկանում, ծովքից մայրաթոռը տեղափոխում է Հռոմկլա։ Գրիգոր III-ը վերանորոգում է Հռոմկլան, դարձնում կաթողիկոսական նստավայր ու մոտ 2 տասնամյակ այստեղից վարում հայ եկեղեցու գործերը։ Նրա օրոք են կառուցվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիները։ Հիմա ուշադրություն դարձրեք, թե ինչ սեպաձև հրվանդանի վրա է կառուցված Բերդ ամրոցը։ Երեք կողմերից այն շրջապատված է ջրով։ Եփրատն ու նրա վտակ Փարզմանը, որ հիմա Մերզումեն է կոչվում, անառեկությունը կարելի է ասել կատարելության են հասցրել, ինչը չորրորդ կողմից ապահովել են քառաշարք պարիսպները։ Հռոմկլայում է 1166 թվականին կաթողիկոս ընտրվում Ներսե Շնորհալին, ով ի դեպ Գրիգոր III-ի կրտսերի եղբայրն էր։ Հենց Հռոմկլայում էլ նա ստեղծում է իր հիանալի երկերի ու երգերի մեծ մասը և ապագա սերունդների համար ապահովում իր առանձնաշնորհյալ տեղը կաթողիկոսների ցուցակում։ 1178-ին և 1179-ին այստեղ գումարված ժողովները մասնակցությամբ գրեթե բոլոր հայ արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների քննարկել ու մերժել են բյուզանդական եկեղեցու միանալու Հռոմի պապի առաջարկը և ճանաչել Հռոմկլայի կաթողիկոսության համահայկական ընդհանրական իրավունքը։ Այսքանն էլ թերևս բավական է, որպեսզի Հռոմկլան ուղղակիորեն կապվի հայ ժողովրդի ու հայ առաքելական եկեղեցու պատմությանը։ Ամեն բան իսկապես տպավորիչ ու զարմացնող էր, ափսոս միայն, որ վերև բարձրանալ ու պահպանված ավերակները տեսնել ու նկարահանել
չթույլատրեցին։ Տեղեկացանք, որ Հռոմկլայում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, այդ իսկ պատճառով զբոսաշրջիկների մուտքը արգելված է։ Մնում է ավելացնել, որ կաթողիկոսական աթոռը Հռոմկլայում մնում է մինչև 1292 թվականը, երբ եգիպտական զորքերը գրավում են այս անառիկ ամրոցը և գերում Ստեփանոս IV կաթողիկոսին։ Նոր ընտրված կաթողիկոս Գրիգորիս 7-րդը կաթողիկոսական աթոռը տեղափոխում է Սիս մայրաքաղաք։ Ինչպես նշեցինք, Հռոմկլայից քիչ ներքև մեծ պատվար է կառուցված, ինչի արդյունքում գետի մակարդակը զգալիորեն բարձրացել է։ Զբոսանավի սպասարկողներից Սուադի պատմությունն էլ ջրի տակ մնացած գյուղի մասին է, որի բնակիչներին տեղափոխել է վերև, ավելի ապահով վայր։ Հիմա այսպիսի տեսարան է մնացել, մզկիթը ջրի տակ, մինարեթը ջրից դուրս։ Ինչքան այսպես դեռ կմնա, ինչպես իրենք կասեն, միայն Ալլահը գիտի։ Իսկ Հալֆեթի Հռոմկլան իր շրջակայքով ու գեղեցիկ տեսարաններով իսկապես զբոսաշրջային խոշոր կենտրոն կարող է դառնալ, ինչին էլ ջանադրաբար փորձում են հասնել տեղացիները։ Մենք էլ առիթից օգտվելով ճաշում ենք հենց Եփրատի ջրերի վրա կառուցված խորտկարանում ու փորձում գետից բռնված շաբոտ կոչվող ձկան համեղ խորովածը։ Հավելեմ միայն, որ այստեղի ռեստորաններում գները բավականին մատչելի են, հայաստանյան համանման հաստատությունների հետ համեմատությունն ուղղակի անհարկի է։ Գուցե բացառություն լինի միայն խմիչքը։ Մի առանձնահատկություն է, թուրքերը ոգելից ըմպելիք գրեթե չեն օգտագործում, իրենց բառն ասեմ, հարամ է համարվում։ Շատ սուպերմարկետներում ու սննդի օբյեկտներում այն պարզապես բացակայում է, լավագույն դեպքում կարելի է գարեջուր գտնել, որի մեկ շշի արժեքը տատանվում է 3-ից 7 լիրայի սահմաններում, հայկական դրամով եթե համեմատենք 600-ից 1400 դրամ։ Սա ինչպես ասում են ի դեպ։ Հիմա ճամփան շարունակել ու հասել ենք մեկ այլ երբեմնի հայկական բնակավայր։ Այն թափը հիմա Թուրքիայում կոչվում է Ղազիանթեփ։ Պատկերացրեք, այն ունի 1.300.000 բնակչություն։ 100 տարի առաջ այն 50,000 էր, դեռ այն ժամանակ ավելի մեծ քաղաք էր, քան Երևանը։ Հիմա, ինչպես ասացինք, մոտավորապես Երևան քաղաքի չափ է։ Մոտավորապես Երևանի նման էլ հին, ժամանակակից, ինչ որտեղ նաև եվրոպական քաղաք է այն թափը։ Այն թափում մեզ իհարկե առաջին հերթին հետաքրքրում է հին այն թափը, որովհետև հայոց պատմությունը այն թափի հետ առնչվում է հենց հին այն թափում, ու առաջներում բնականաբար դաշտավայրային այն թափ գոյություն չուներ։ Այստեղ էր Բերդը, այստեղ էին և հայոց, և թուրքաց թաղամասերը։ Սա հիմա քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Հրաշալի նորոգված Բերդ իր պարիսպներով, աշտարակներով, դարպասներով, վրան արձանախմբ։ Թուրքը զինվոր, թուրքը շինարար, թուրքը արարող, թուրքը խաղաղասեր։ Այն թափն էլ դեռ մի 100 տարի առաջ հայաշունչ ու հայախոս քաղաք էր։ 35,000 հայերն ունեին 6 եկեղեցի, մի քանի մշակութային ընկերություններ, 17 վարժարան։ 1912-15 թվականներին գործում էր Կիլիկյան ճեմարանը, կար օրիորդաց ուսումնարան, հայ երեխաների մի մասն էլ հաճախում էր ամերիկյան քոլեջ։ Մերոնք աշխատում, ստեղծում, արհեստներ ու արվեստներ էին զարգացնում։ Շրջակա շուրջ 100 գյուղերի շինականները ընտիր խաղող, ծիրան, խնձոր և ընկույզ էին աճեցնում, ամբարները լցնում հացահատիկով, բամբակի առատ բերքը շուկա հանում, հայերը արարում ու հարստանում էին, ինչն իհարկե թուրքի սրտով չէր։ Այն թափի հայությունը 1896 և 1909 թվականներին կազմակերպվեց ու ձեռնարկեց ինքնապաշտպանություն, ինչի շնորհիվ էլ կարելի է ասել անկորուստ մնաց։ Ցավոք, նույնը չեմ կարող պնդել 1915 թվականի մասին, այն թափցին պարզապես նահատակվեց։
ու նահատակների թիվը հաշվվում է 20,000, իսկ այն թափն ուներ 35,000 բնակիչ։ Դաշնակից զորքերի Կիլիկիայի գրավումից, այդ թվում նաև այն թափի գրավումից հետո, այն թափցիների մեծ մասը վերադարձավ ու փորձեց շենացնել հայրենի տունը։ Ու վերադարձողները քիչ չէին, մոտ 12,000։ Հենց նրանք են շրջակա գյուղերից եկած եւս 8,000 հայության հետ 1915-ի սխալը նորից չկրկնելու համար 1920-ի ապրիլին կրկին անցնում ինքնապաշտպանության, որի կողքին վստահաբար կարելի է դնել նաև հերոսական բառը։ Պարզ է, դիմադրել երկար չէր հաջողվի, եթե չլիներ ֆրանսիական զինուժի ներկայությունն ու աջակցությունը։ Այն թափցիները այսպես մեկ տարի կարողանում են կռվել ու չհանձնվել, եւ դա անշուշտ քաջության ու բարձր կազմակերպվածության շնորհիվ։ Այսօր հպարտությամբ պիտի տալ ինքնապաշտպանության ղեկավարներ Ավետիս Գալեմքերյանի, Ատուր Լևոնյանի, Խորեն Վարժապետյանի, Մկրտիչ Արարատյանի անունները։ 1922-ի փետրվարին ֆրանսիական կողմը նոր ուժեր բերելով 30 թնդանոթներով ավերում է այն թափի թուրքական մասը եւ հակառակորդը դադարեցնում է դիմադրությունը։ Սակայն հաղթանակն իզուր էր, որովհետեւ 1921-ի հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև կնքված դաշնագրով ֆրանսիացիները Կիլիկիան զիջեցին Քեմալին ու 1922-ի հունվարի 1-ից սկսեցին թողնել երկրամասը։ Հարազատ քաղաքից հեռանում է նաև այն թափի հայությունը, օտարին թողնում ունեցվածքը, կայքը, գույքը, տներն ու եկեղեցիները։ Արևմտյան Հայաստանով ու Կիլիկիայով շրջագայելու համար նախապես իհարկե պատրաստվել էի, բազմաթիվ տեղեկատվական նյութեր ունեի, նաև լուսանկարներ համակարգչում։ Ու ամենտեղ կարծես փորձում ենք զուգահեռներ տանել հնի ու նորի միջև։ Ահա հենց այն թափում էլ մենք գտանք Սուրբ Աստվածածին առաջնորդարան եկեղեցին, հարակից դպրոցը։ Եկեղեցին հիմա էլ կա։ Եկեղեցին հիմնադրվել է 1892 թվականին, այն հրաշալի պահպանվել է։ Միայն այստեղ մի բայց կա։ Այս եկեղեցին այլևս Սուրբ Աստվածածին մայր եկեղեցի չէ։ Այս եկեղեցին հայերի հեռանալուց հետո դարձել է մզկիթ։ Եկեղեցին Թուրքիայի արքունի ճարտարապետ Սարգիս Բալյանի նախագծով կառուցել է վարպետ Սարգիս Թաշչյանը։ Մակերեսը 1100 քառակուսի մետր է, ունի 30 մետր բարձրություն։ Եկեղեցու զանգը հարավային Աֆրիկայում հատուկ պատրաստել է տվել բրազիլահայ Հրանտ Քյոշքերյանը։ Զանգը, որ կշռել է մոտ 3 տոննա, այժմ պահվում է Ղազիանթեփի թանգարանում։ Փառահեղ կառույց, հրաշալի ճարտարապետություն, վեհություն, պայծառություն եւ այլն։ Բոլոր նմանատիպ բնութագրիչները կարելի է գործածել նախկին Սուրբ Աստվածածնի մասին խոսելիս, որ հիմա Քուրթուլուշ մզկիթ է կոչվում։ Բայց կարծես նախադասությունները քանդվում, կորչում են, երբ գիտես, որ օրինակ թուրքական այս մեծ դրոշը կախել են, որպեսզի չերևա խաչը, ինչն այս պարագայում ոչ թե քրիստոնեության խորհրդանիշը թաքցնելու, այլ դարերով այստեղ բնակված քրիստոնյա ժողովրդի հետքը մաքրելու պարզունակ միջոց է։ Նույնը նաև դրսից։ Միայն այս դեպքում խաչը փակողների մտքով միայն ծեփելու, այն էլ անճաշակ ձևով ծեփելու տարբերակն է անցել։ Մի տարօրինակ նախադասություն էլ ասեմ ու հրաժեշտ տանք Աստվածածնին։ Եկեղեցին մինչև 1980 թվականը գործել է որպես, չզարմանաք, բանտ։ Աստվածածնից քիչ հեռու մեկ այլ հայկական եկեղեցի կա, որը նույնպես կանգուն է, նորոգված ու լուսավոր։ Ներսում պատերին միայն հրեշտակներ, աղավնիներ ու այլ քրիստոնեական խորհրդանիշեր են հազիվ նշմարվում, բայց շինությունն իր ոճով, կառուցվածքով ցանկացած հայ այցելուի պարզապես ասում է.
Այո, սա կառուցել են հայերը եւ սա եկեղեցի է եղել։ Նույնիսկ այս մասին գրված է դրսի ցուցանակին, միայն թե հայկական բառերի փոխարեն օգտագործված է գրիգորյանական բառեզրը։ Հիմա այն թափի մշակութային կենտրոններից մեկն է։ Օրը մտնում է։ Մենք էլ ոչ այն է տխուր, ոչ այն է հոգնած, հրաժեշտ ենք տալիս իր նոր պատմությունը գրող այն թափ քաղաքին ու նոր տպավորություններ ամբարած շարունակում ճամփան, որ պայմանականորեն կոչել ենք 10 նոր տանը։